Շնորհակալություն, մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, իմ քայլը դաշինքի 96-րդ համարը եղած եւ հետո 2021 թվականի գարնանային տրանսֆերային պատուհանի ընթացքում Քոչարյանի դաշինքի 3-րդ համար տեղափոխված Աննա Գրիգորյանն ասում է հեծը խլելու նախագիծ է։ Տիկին Գրիգորյան, իմ ընկալմամբ ձեր նոր թիմի առաջնորդը կամ թիմի նոր առաջնորդը, չգիտեմ, ոնց ուզում եք մեկնաբանեք կամ ընկալեք դա, կարա ձեզ հատորներով պատմի, թե կոնկրետ Հայաստանի Հանրապետությունից ինչն է խլել ու ումա տվել։ Այսինքն իմ քայլը դաշինքում ձեր տեղած կարճ ժամանակահատվածի ընթացքում ինձ թվում է գոնե փորձառու գործընկերներից կհասցնեիք կամ հասցրած պիտի լինեիք լսել ու սովորել, թե ինչն են խլել, ումից են խլել, ոնց են խլել, օրինակ ԶՊՄԿ-ում այդ ոնց է էլի Վահե Հակոբյանի տենց ընտանիքը կամ տենց մերձավոր շրջապատը փայատեր դարել, ասենք Վահե Հակոբյան ԶՊՄԿ-ը, մի հատ ասեք էլի, այդ անուններն իրար կողք, մի հատ արտասանեք էլի, փորձեք հասկանանք։ Հա, իդեպ Վահե Հակոբյանի կուսակցությունից էիք, չէ՞, դուք նաև իմ քայբանի դաշինքում մտել, Քոչարյանի դաշինք մտել։ Վահե Հակոբյանը գնաց իր թիմով, բայց դուք էլի մնացիք, այսինքն մի հատ էլ թիմի ներսում եք ոնց որ տրանսֆեր եղել, ես ինչքան հասկանում եմ, Տիկին Գրիգորյան։ Ինչ բան։ Չի եղել տենց բան։ Չի եղել։ Հիմա կարա տենց այդ սուտը շարունակեք պնդել տենց ցեզ ենթակա որոշակի լրատվամիջոցներով, բաներով, բայց չի եղել տենց բան։ Շնորհակալություն։ Հա, պարոն Աղվան Վարդանյան, ձեզ էլ դաշնակցությունը հեռացրել էր, հիմա իրար հետ դաշինքով եք, չէ՞, ոնց որ։ Շատ ֆանտաստիկ է։